Այդ առավոտ անթերի ու լուռ գրասենյակում ամեն ինչ սովորական էր թվում։ Բայց շրթներկի մի պարզ հետք արթնացրեց մի զգացմունք, որի գոյության մասին նա անգամ չէր էլ կասկածում։ Բանականությունը զիջեց տեղը խանդին, ինքնատիրապետումը սկսեց սասանվել։ Այն, ինչ ընդամենը աշխատանք էր, վերածվեց պայթելու պատրաստ հույզերի փոթորկի։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Մարտի այդ երկուշաբթի օրը երանը եռում էր։ Առավոտյան դեռս ամաչկոտ առը ողողում էր Հյուսիսային պողոտայի գործարար շենքի 12-րդ հարկի պատուհանները, որտեղ գործում էր Սարգսյան գործընկերներ ընկերությունը, միջին մեծության մի կազմակերպություն, որը մասնագիտացած էր ընկերությունների միաձուլման ձեռքբերման ոլորտում։ Կորպորատիվ միջավայրը լրջություն էր ներշնչում, իր ապակեպատ խորհրդակցությունների սենյակներով, մոխրագույն ու սպիտակ երանգների կահույքով միջանցքներով անընդհատ շրջող մարդկանց թիտակ դրված թղթապանակներով ու կենտրոնացած արտահայտություններով։ Անահիտ Մկրտչյանը, ինչպես միշտ, ճիշտ առավոտյան ժամը 8-ին աշխատավայրում էր։ Նրա զուսպ կրունկների ձայնն արձագանքում էր դատարկ միջանցքում, մինչ նա քայլում էր դեպի իր սեղանը, որը ռազմավարականորեն տեղակայված էր գլխավոր տնօրենի սենյակի դիմաց։ Դա նրա հրամանատարական կետն էր, որտեղ նա կազմակերպում էր օրակարգեր, զտում զանգերը, պատրաստում հաշվետվություններ, ամեն ինչ պահում շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ։ Անահիտը 28 տարեկան էր, ուներ շագանակագույն մազեր, որոնք միշտ հավաքված էին էլեգանտ կոկոնի մեջ, մեղրագույն աչքեր, որոնք խելք ու վճռականություն էին հաղորդում։ Նրա կեցվածքն անթերի էր, ինչպես իր աշխատանքը։ Ընկերությունում աշխատելու 2 տարիների ընթացքում նա դարձել էր անփոխարինելի, ոչ միայն տեխնիկական հմտությունների, այլ գաղտնի տեղեկությունների հետ վարվելու զգուշության կարիքները նախքան դրանց բարձրաձայնումը կանխատեսելու ունակության շնորհիվ։ Արամ Սարգսյանը, գլխավոր տնօրենը, ժամանեց րոպեներ անց։ 36 տարեկանում նա հոր կողմից հիմնադրված ընկերությունը ղեկավարում էր ամուր ձեռքով ռազմավարական տեսլականով։ Բարձրահասակ, լայնաթիկունք, հետ սանրված մուգ մազերով թափանցող հայացքով Արամը հարգանք որոշակի հեռավորություն էր ներշնչում։ Նա կրում էր անթերի, միշտ զուսպ գույների կոստյումներ, հազվադեպ էր լայն ժպտում։ Նրա առավոտները սկսվում էին մեկ բաժակ թունդ, առանց շաքարի սուրճով, որը պատրաստված էր ճիշտ այնպես, ինչպես նա էր սիրում, տնտեսական գլխավոր թերթերի ընթերցանությամբ։ Անահիտը դա գիտեր։ Գիտեր նա, որ նա նախընտրում էր ժողովներն անցկացնել մինչ ճաշը ատում էր, երբ ընդհատում էին պայմանագրերի վերլուծության ընթացքում, որ երբ անհանգիստ էր, սովորություն ուներ ձեռքը բազմիցս անցկացնել մազերի միջով։ Բարի լույս, Անահիտ, ողջունեց նա, անցնելով նրա սեղանի մոտով, առանց կանգ առնելու։ Ձայնը խորն էր, զուսպ։ Բարի լույս, պարոն Սարգսյան։ Ձեր սուրճը պատրաստ է, իսկ հինգշաբթի օրվա ժողովի հաշվետվությունները ձեր սեղանին են, պատասխանեց նա բնականոն կերպով, աչքերը չբարձրացնելով փաստաթղթերից, որոնք դասավորում էր։ Սա էր նրանց միջ փոխհարաբերությունը։ Պրոֆեսիոնալ, արդյունավետ, գրեթե պարուսույցի կողմից բեմադրված։ Բայց տողերի արանքում կար ինչ-որ բան, որ սավառնում էր օդում հեռավոր մեղեդու պես, աննկատելի շատերի համար, բայց անհերքելի նրա համար, ով ուշադրություն կդարձներ։ Մի հայացք, որ մի ակնթարթ ավել էր տում, մի լռություն, որ ձգվում էր, երբ նրանք մենակ էին վերելակում, մի մտերմություն փաստաթղթերի ստուգման ժամանակ, որը երկուսի շունչն էլ կտրում էր, թե ոչ ոք երբեք չէր խոստովանի։ Առավոտն անցավ իր բնականոն հունով։ Անահիտը պատասխանեց զանգերին, նշանակեց հանդիպումներ, ընդունեց մատակարարների առանց խափանումների, պահպանեց առօրյայի ընթացքը։ Կեսօրին նա վերցրեց պայուսակը, տեղեկացրեց Արամին, որ 1 ժամից կվերադառնա։ Նա պարզապես գլխով արեց, կենտրոնացած մի ընդարձակ պայմանագրի վրա, որը վերլուծում էր փակ դեմքով։ Անահիտը ճաշեց գրասենյակից 2 թաղամաս հեռու գտնվող մի փոքրիկ ռեստորանում, որտեղ սովորաբար գնում էր, երբ հանգստության պահ էր ուզում։ Մինչ վայելում էր սնկով ռիզոտտոն, հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն էր Տիգրան Գորգյանից, մանկության ընկերոջից, որին առնվազն 3 տարի չէր տեսել։ Նա վերադարձել էր Երան Դիլիջանից, որտեղ որոշ ժամանակ ապրել էր, աշխատելով տեխնոլոգիական ստարտափում։ Ուզում էին հանդիպել, կարոտ առնել։ Անահիտը ժպտաց, կարդալով հաղորդագրությունը, պատասխանեց, որ այո, հիանալի կլիներ վերատեսնվել։ Երբ ժամը 1-ից քիչ անց վերադարձավ գրասենյակ, Անահիտն իր հետ այլ տրամադրություն էր բերել։ Աչքերում նուրբ փայլ կար, քայլվածքում թեթություն։ Եվ մի մանրուք, որն աննկատ չմնաց։
Նրա կարմիր շրթներկը թեթակի քսվել էր, կարծես շտապ հեռացրել էին անձեռոցիկով նորից արագ քսել։ Գուցե հյութ էր խմել, գուցե ճաշից հետո բերաններ մաքրել։ Ոչ մի արտառոց բան։ Բայց Արամի համար, ով աչքերը բարձրացրեց ճիշտ այն պահին, երբ նա անցավ դռնով, այդ մանրուքը հարված էր ստամոքսին։ Նա չէր կարող բացատրել։ Չէր կարողանում բանականորեն մտածել։ Բայց ինչ-որ բան այդ քսված շրթներկի, նրա աչքերի այդ անսովոր փայլի մեջ արթնացրեց նրա ներսում մի բնազդային, անհարմար, ճնշող զգացում։ Խանդ։ Մաքուր, անբանական, անկառավարելի։ Արամը սեղմեց մատները գրիչի վրա, որը բռնել էր, ստիպելով իրեն ուշադրությունը վերադարձնել արջի թղթերին, բայց ապարդյուն։ Նրա միտքը սլացավ ուղղություններով, որոնք նա չէր ուզում ուսումնասիրել։ Ո՞ւմ հետ էր նա։ Ինչից էր այդ բավարարված տեսքը։ Ինչ էր տեղի ունեցել այդ մեկ ժամվա ճաշի ընթացքում։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, կանգնեց այնտեղ, մեջքով դեպի սենյակը, փորձելով վերականգնել ինքնատիրապետումը։ Անհեթեթություն էր։ Անահիտն իր քարտուղարուհին էր։ Օրինակելի մասնագետ։ Իսկ ինքը լուրջ, նպատակասլաց, կենտրոնացած մարդ։ Այսպիսի զգացմունքների համար տեղ չկար։ Բայց զգացմունքն այնտեղ էր, բաբախում էր, գոռում, ուշադրություն պահանջում։ Պարոն Սարգսյան, դուք պետք է ստորագրեք այս փաստաթղթերը մինչ ժամը 3-ը, Անահիտի ձայնը նրան վերադարձրեց իրականություն։ Նա կանգնած էր դռան մոտ, թղթապանակը ձեռքին, իր սովորական անթերի կեցվածքով։ Բայց շրթներկը դեռ այնտեղ էր, թեթակի անկատար, դա շարունակում էր անհանգստացնել Արամին այնպես, որ նա չէր կարողանում վերահսկել։ Թող այստեղ, պատասխանեց նա, ձայնն ավելի չոր հնչեց, քան մտադրվել էր։ Անահիտը զարմացած հոնքը բարձրացրեց տոնից, բայց ոչինչ չասաց։ Պարզապես թղթապանակը դրեց սեղանին, դուրս եկավ, փակելով դուռը իր հետից։ Արամը օրվա մնացած մասն անցկացրեց ներքին անհանգստության մեջ։ Փորձում էր կենտրոնանալ, բայց չէր ստացվում։ Անահիտին խնդրեց տպել հաշվետվություններ, որոնք արդեն տպված էին։ Խնդրեց հետաձգել մի ժողով, որը հետաձգելու կարիք չկար։ Մեկ ժամվա մեջ 3 անգամ կանչեց նրան իր սենյակ, միշտ պատճառաբանություններով, որոնք հազիվ թե իմաստ ունեին։ Անահիտը սկսեց տարօրինակ զգալ։ Նա Արամին ճանաչում էր 2 տարի երբեք։ Նրան այսքան անկազմակերպ, այսքան անկանխատեսելի չէր տեսել։ Կեսօրին, մինչ նամակներն էր ստուգում, Անահիտս մեկ հաղորդագրություն ստացավ Տիգրանից։ Նա առաջարկում էր նույն շաբաթ սուրճ խմել, գուցե չորեքշաբթի։ Անահիտը նորից ժպտաց պատասխանեց, որ հիանալի կլիներ։ Նա չնկատեց, բայց Արամը, որն այդ պահին անցնում էր նրա սեղանի մոտով, դեպի խոհանոց գնալիս, տեսավ ժպիտը։ Եվ դա նման էր արդեն վառվող կրակի վրա բենզին լցնելուն։ Տիկին Գայանեն, ընկերության սպասուհին, 60 անց մի կին, ճերմակած մազերով, ուշադիր աչքերով, թարմ սուրճ էր պատրաստում, երբ Արամը ներս մտավ։ Նա այնտեղ աշխատում էր ավելի քան 1 տասնամյակ, յուրաքանչյուր աշխատակցի ճանաչում էր այնպես, կարծես ընտանիքի անդամ լինեին։ Ամեն ինչ նկատում էր, թե հազվադեպ էր մեկնաբանում։ Բարի օր, պարոն Սարգսյան։ Թունդ սուրճ, առանց շաքարի, ինչպես միշտ, չէ՞, հարցրեց նա ջերմ ժպիտով։ Այո, խնդրում եմ, պատասխանեց նա, փորձելով նորմալ հնչել, բայց նրա ձայնի լարվածությունը չվրիպեց սպասուհու աչքից։ Գայանեն մատուցեց սուրճը, դիտում էր Արամին, մինչ նա խմում էր, մտքերի մեջ խորասուզված։ Նա գիտեր, որ ինչ-որ բան այն չէր։ Բավական երկար էր աշխատել նրա հետ, որպեսզի նկատեր, երբ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Եվ դատելով այն բանից, թե ինչպես էր նա նայում Անահիտի սեղանի ուղղությամբ, Գայանեն սկսեց կտորները միացնել։ Ամեն ինչ կարգին է, պարոն, հարցրեց նա մեղմորեն։ Այսօր մի տեսակ անհանգիստ եք թվում։ Արամը ստիպված ժպտաց։ Պարզապես աշխատանք է, Գայանե։ Ոչ մի արտառոց բան։ Նա գլխով արեց, բայց համոզված չէր։ Մինչ Արամը վերադառնում էր իր սենյակ, Գայանեն նայեց Անահիտին, որը կենտրոնացած տպում էր իր համակարգչով։ Օդում ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան, որը նա, իր կյանքի փորձով, շատ լավ էր ճանաչում։ Լարվածություն։ Այնպիսի լարվածություն, որը նախորդում է մեծ փոփոխություններին։ Օրվա մնացած մասն անցավ տարօրինակ մթնոլորտում։ Անահիտը զգում էր Արամի հայացքն իր վրա ավելի հաճախ, քան սովորաբար։ Երբ պետք էր մտնել նրա սենյակ, նկատում էր, որ նա իրեն այլ կերպ է նայում, կարծես փորձում է ինչ-որ բան վերծանել։
Նա սկսեց անհարմար զգալ, բայց չգիտեր կոնկրետ ինչու։ Արթուրը ֆինանսական բաժնում աշխատող 22-ամյա պրակտիկանտը, օրվա վերջին անցավ Անահիտի սեղանի մոտով, մի քանի փաստաթուղթ վերցնելու։ Արթուրը շատախոս էր, ընկերասեր, միշտ փորձում էր զրույց սկսել։ Դե ինչ, Անահիտ։ Դիմանոլ ես երկուշաբթին, կատակեց նա, հենվելով նրա սեղանին։ Միշտ, պատասխանեց նա կիսաժպիտով։ Իսկ դո՞ղ։ Ինչպես են հաշվետվությունները։ Ահ, գիտես, ինչպես է։ Թվեր ամենուր։ Բայց գլուխ եմ հանում։ Իդեպ, տնօրենն այսօր մի տեսակ տարօրինակ է, չէ՞։ 1000 անգամ քեզ կանչեց իր սենյակ։ Անահիտը հայացքը փախցրեց։ Հա։ Երի բանակցվող միաձուլման պատճառով է։ Շատ ճնշում կա։ Արթուրը գլխով արեց, բայց շարունակեց կանգնած մնալ, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել։ Գիտես, ես միշտ մտածել եմ, որ դուք երկուս, սկսեց նա, բայց Անահիտն անմիջապես ընդհատեց նրան։ Արթուր, ոչ։ Ոչինչ չկա, բացի աշխատանքից, ասաց նա վճռականորեն։ Նա ձեռքերը բարձրացրեց ի նշան հանձնվելու։ Հանգիստ, հանգիստ։ Պարզապես տպավորություն էր։ Բայց լուրջ, այնպես, ինչպես նա երբեմն քեզ է նայում այլը։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը տաքացան։ Քեզ բաներ են երում, Արթուր։ Հիմա գնա, արդեն ուշ է։ Պրակտիկանտը ժպտաց հեռացավ, Անահիտին թողնելով մենակ իր մտքերի հետ։ Նա չէր ուզում խոստովանել, բայց Արթուրի խոսքերն արձագանքում էին նրա մտքում։ Հնարավոր է, որ ուրիշ մարդիկ նկատում էին մի բան, որն ինքը փորձում էր անտեսել։ Երբ աշխատանքային օրն ավարտվեց ժամը 6-ին, աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էր։ Անահիտը կարգի բերեց իր սեղանը, անջատեց համակարգիչը, վերցրեց պայուսակը։ Անցնելով Արամի սենյակի դիմացով, նկատեց, որ լույսը դեռ վառվում է։ Նա դեռ այնտեղ էր, սեղանին կրացած, հոգնած ու հիասթափված տեսքով։ Նա վարանեց։ Մտնել, բարի գիշեր մաղթել, հարցնել, արդյոք նրան ինչ-որ բան պետք է։ Թե պարզապես գնալ, ինչպես անում էր ամեն օր։ Անահիտը մի քանի վայրկյան կանգնած մնաց, մինչ որոշեց։ Թեթակի թակեց դուռը ներս մտավ։ Պարոն Սարգսյան, ես արդեն գնում եմ։ Ձեզ էլի ինչ-որ բան պետք է։ Նա աչքերը բարձրացրեց, նայեց նրան։ Մի պահ թվաց, թե նա պատրաստվում է կարևոր բան ասել, մի բան, որը դուրս էր առօրյա ձագանություններից։ Բայց հետո նա գլուխը թափահարեց։ Ոչ, Անահիտ։ Կարող ես գնալ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, պատասխանեց նա, բայց անմիջապես չշարժվեց։ Նրա հայացքում ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որը նրան պահում էր այնտեղ, կարծես մի ամբողջ խոսակցություն էր տեղի ունենում լռության մեջ։ Արամն առաջինը հայացքը փախցրեց, ուշադրությունը վերադարձնելով թղթերին։ Անահիտը դուրս եկավ, նրբորեն փակելով դուռը։ Մինչ սպասում էր վերելակին, նա տարօրինակ անհանգստություն զգաց կրծքում։ Այդ օրը ինչ-որ բան փոխվել էր։ Նա չգիտեր, ինչ, բայց գիտեր, որ փոխվել էր։ Արամը, մենակ իր սենյակում, ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, երկար հոգոց հանեց։ Ինչ էր կատարվում իր հետ։ Ինչու էր մի պարզ սկսված շրթներկն ունակ իրեն այդպես ապակայունացնելու։ Նա վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, նայեց քաղաքի լույսերին, որոնք սկսում էին վառվել։ Երանը հսկայական էր, լի մարդկանցով, լի կյանքերով, որոնք խաչվում հեռանում էին։ Եվ ահա ինքը, հաջողակ, հարգված մարդ, ամուր ընկերության սեփականատեր, բայց խորապես մենակ։ Անահիտն իր օրերի լավագույն մասն էր։ Նա դա գիտեր արդեն որոշ ժամանակ, բայց երբեք թույլ չէր տվել, որ այդ միտքն ուժգնանա։ Ի վերջո, ինքը տնօրենն էր, նա աշխատակիցը։ Կար հիերարխիա, կարգ, չգրված օրենք, որը չէր կարելի խախտել։ Բայց այդ օրը, տեսնելով այդ քսված շրթներկը, զգալով այդ անբանական խանդը, Արամը ստիպված էր դիմակայել մի ճշմարտության, որից խուսափում էր։ Նա սիրահարված էր Անահիտ Մկրտչյանին։ Եվ դա փոխում էր ամեն ինչ։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Այդ երկուշաբթիին հաջորդող օրերը նշանավորվեցին աճող լարվածությամբ, որը կարծես թե լցնում էր գրասենյակի յուրաքանչյուր անկյուն։ Անահիտը շարունակում էր իր գործերն անել նույն արդյունավետությամբ, բայց չէր կարողանում անտեսել Արամի վարքի փոփոխությունը։ Նա այլ էր։ Ավելի ուշադիր։
ավելի ներկա և միևնույն ժամանակ ավելի հեռու։ Դա մի հակասություն էր, որը շփոթեցնում էր նրան։ Երեքշաբթի առավոտյան Արամը խնդրեց, որ նա շնորհանդես պատրաստի մի ժողովի համար, որը տեղի էր ունենալու միայն հաջորդ շաբաթ։ Երբ Անահիտը քաղաքավարի կերպով հարցրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի սպասել մի քանի օրից ստացվելիք ավելի թարմ տվյալներին, նա պնդեց, որ անմիջապես նախնական տարբերակ է ուզում։ Նա հնազանդվեց, բայց տարօրինակ համարեց այդ հանկարծակի շտապողականությունը։ Չորեքշաբթի, Տիգրանի հետ սուրճի օրը, Անահիտն արթնացավ անհանգստության հուզմունքի խառնուրդով։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ չէր տեսել մանկության ընկերոջը։ Նրանք մեծացել էին նույն թաղամասում, սովորել նույն դպրոցում, կիսել դեռահասության գաղտնիքներն ու երազանքները։ Հետո կյանքը նրանց տարբեր ճանապարհներով էր տարել։ Տիգրանը գնաց տեխնոլոգիաների ոլորտ, արկածներ փնտրեց Դիլիջանում, մինչդեռ Անահիտն իր կարիերան կառուցեց Երանում։ Բայց ընկերությունը մնացել էր անփոփոխ, այն հարմարավետ ձով, որով ճանաչում են իրար մանկուց։ Նա ընտրեց մուգ կապույտ բլուզ մատիտ կիսաշրջազգեստ, պահպանելով այն պրոֆեսիոնալ ոճը, որը միշտ որդեգրում էր աշխատանքում։ Քսեց զուսպ վարդագույն շրթներկ, ոչ թե երկուշաբթի օրվա կարմիրը։ Անգամ չգիտեր, թե ինչու մտածեց դրա մասին, բայց մտածեց։ Գրասենյակ հասնելուն պես գտավ Արամին արդեն իր սենյակում, որը հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ, ձայնը հաստատուն զուսպ։ Նա ապակու միջով գլխով արեց նրան, Անահիտը պատասխանեց գլխի շարժումով, նախքան իր սեղանի մոտ նստելը։ Առավոտը դանդաղ սողում էր։ Անահիտը ստուգեց պայմանագրեր, դասավորեց թղթապանակներ, պատասխանեց նամակներին, բայց միտքը անընդհատ վերադառնում էր կեսօրվա հանդիպմանը։ Երբ վերջապես հասավ ճաշի ժամը, նա վերցրեց պայուսակը, ուղղվեց դեպի Արամի սենյակ, տեղեկացնելու, որ դուրս է գալիս։ «Պարոն Սարգսյան, ես գնում եմ ճաշի», հայտարարեց նա, կանգնելով դռան մոտ։ Նա աչքերը բարձրացրեց թղթերից, Անահիտին թվաց, թե նա ուսումնասիրում է իրեն, կարծես փորձում է ինչ-որ բան կարդալ նրա արտահայտության մեջ։ «Սովորականից երկար կմնաս», հարցրեց նա, ձայնը չեզոք, բայց թաքնված խստությամբ։ «Գուցե մի փոքր ավելի երկար։ Պետք է հանդիպեմ մի ընկերոջ, որին տարիներով չեմ տեսել։ Բայց կվերադառնամ հնարավորինս շուտ»։ «Ընկերոջ», կրկնեց Արամը, այդ տոնի մեջ կար ինչ-որ բան, որ Անահիտը չկարողացավ բացահայտել։ «Տղա, թե՞ աղջիկ»։ Հարցը նրան անակնկալի բերեց։ «Տղա»։ Մանկության ընկեր։ Տիգրան։ Իսկ ինչու եք հարցնում։ Արամը ստիպեց իրեն թուլացնել ծնոտը։ Ոչ մի բանի համար։ Պարզապես իմանալու, թե արդյոք հասանելի կլինես, եթե արտակարգ իրավիճակ առաջանա։ Բայց լավ։ Վայելիր հանդիպումը։ Անահիտը գլխով արեց, դեռ շփոթված հարցից դուրս եկավ։ Արամը մնաց այնտեղ, մենակ, այդ սարսափելի զգացողությունը նորից բույն դրեց կրծքում։ Տիգրան։ Մանկության ընկեր։ Տղա։ Արամի միտքը սկսեց ստեղծել սցենարներ, որոնք նա գիտեր, որ անհեթեթ են, բայց չէր կարողանում վերահսկել։ Նա վեր կացավ, զայրացած ինքն իր վրա, մոտեցավ պատուհանին։ Պետք է դադարեցներ սա։ Դա ծիծաղելի էր։ Մանկամիտ էր։ Բայց անհնար էր անտեսել։ Անահիտը հանդիպեց Տիգրանին կենտրոնի մի հմայիչ սրճարանում, որը զարդարված էր բույսերով բաց գույնի փայտե կահույքով։ Նա նստած էր անկյունի սեղանի մոտ, հեռախոսն էր քրքրում, երբ Անահիտը ներս մտավ։ Տեսնելով նրան, Տիգրանը լայն ժպտաց վեր կացավ նրան գրկելու։ Նա բարձրահասակ էր, ուներ թեթակի խառնված բաց գույնի մազեր անկաշկանդ տեսք, որը միշտ եղել էր նրա անհատականության մասը։ Անահիտ։ Ինչքան եմ կարոտել, բացականչեց նա, սեղմելով նրան ջերմ գրկում։ Ես էլ եմ քեզ կարոտել, Տիգրան։ Որքան ժամանակ է անցել, պատասխանեց նա, փոխադարձելով գրկախառնությունը։ Նրանք նստեցին, սկսեցին զրուցել, կարծես տարիների հեռավորությունը չքացել էր։ Տիգրանը պատմեց Դիլիջանում իր փորձի, այն ստարտափի մասին, որի կառուցմանը օգնել էր, որն այժմ ընդլայնման փուլում էր։ Անահիտը խոսեց իր կարիերայի, Սարգսյան գործընկերներ, ի լարված, բայց գոհացուցիչ առօրյայի մասին։ Ծիծաղեցին ընդհանուր հիշողություններից, վերհիշեցին տարօրինակ ուսուցիչների դեռահասության անհարմար իրավիճակները։ Զրույցը հոսում էր բնականon, ընդմիջվելով ծիծաղով աշխույժ ժեստերով։ Իսկ դո՞ղ։ Որե մեկի հետ հանդիպում ես, հարցրեց Տիգրանը մի պահ, հին ընկերոջ անկեղծ հետաքրքրասիրությամբ։
Անահիտը վարանեց. Ոչ. Կենտրոնացած եմ աշխատանքի վրա։ Իսկ դու? Մի քանի ամիս առաջ բաժանվեցի։ Ոչ մի լուրջ բան։ Բայց գիտես ինչպես է, այն փուլում եմ, երբ ինձ նորից եմ բացահայտում, նա ժպտաց։ Իսկ խոսելով աշխատանքի մասին, այդ քո տնօրենը ինչպես է նրա համար աշխատելը։ Դու միշտ նրա մասին ես խոսում, երբ մենք հաղորդագրություններով ենք շփվում։ Անահիտը զգաց, թե ինչպես դեմքը թեթակի տաքացավ։ Նա պահանջկոտ է։ Պրոֆեսիոնալ։ Լուրջ։ Բայց արդար։ Լավ տնօրեն է։ Տիգրանը ուշադիր նայեց նրան։ Միայն դա։ Ինչը միայն դա։ Չգիտեմ, Անի։ Դու այլ կերպ ես խոսում նրա մասին։ Կարծես ինչ-որ ավելին կա։ Ոչ մի ավելին չկա, պատասխանեց նա շատ արագ Տիգրանի հայացքից հասկացավ, որ նա համոզված չէ։ Բայց նախքան նա կկարողանար պնդել, Անահիտը փոխեց թեման։ Դե, որքան ժամանակ ես մնալու Երանում։ Զրույցը շարունակվեց այլ ուղղություններով, բայց Տիգրանի խոսքերը մնացին Անահիտի մտքում։ Արդյոք դա այդքան ակնհայտ էր։ Արդյոք նա իսկապես այլ կերպ էր խոսում Արամի մասին։ Նա միշտ հավատում էր, որ խիստ պրոֆեսիոնալ կեցվածք է պահպանում, բայց գուցե ինքն իրեն էր խաբում։ Գուցե կար ինչ-որ բան, որ նա չէր ուզում խոստովանել, ինչ-որ բան, որ լուռ աճում էր այդ 2 տարիների ընթացքում։ Երբ վերադարձավ գրասենյակ, արդեն 2-ն անց կես էր։ Անահիտը դեռս դեմքին ազատ ժպիտ ուներ, հաճելի կեսօրվա արտացոլանքը։ Ընդունարանով անցնելիս Կարինեն, միշտ շատախոս ընդունարանի աշխատակիցը, կանգնեցրեց նրան։ Օ, Անահիտ։ Լավ ճաշ է եղել, հա։ Դու փայլում ես։ Այո, հիանալի էր։ Հանդիպեցի մի ընկերոջ, որին տարիներով չէի տեսել, պատասխանեց Անահիտը, դեռ ժպտալով։ Ընկերոջ, հա, ասաց Կարինեն ակնարկող տոնով, աչքով անելով։ Անահիտը կատակով աչքերը տնկեց։ Հա, իսկական ընկերոջ։ Ման գուլց։ Հասկանալի է, հասկանալի։ Հետո ավելի մանրամասն կպատմես, խնդրեց Կարինեն, Անահիտը շարունակեց ճանապարհը դեպի իր սեղանը։ Նստելուն պես նկատեց, որ Արամի սենյակի դուռը փակ է, ներսում ձայներ կան։ Նա ժողովի մեջ էր։ Անահիտն օգտվեց առիթից, ստուգելու նամակները կազմակերպելու կեսօրվա օրակարգը։ Բայց մոտ 20 րոպե անց դուռը բացվեց, Արամը դուրս եկավ 2 գործադիր տնօրենների ուղեկցությամբ, որոնց Անահիտը ճանաչեց որպես ընթացիկ բանակցությունների գործընկերների։ Նրանք քաղաքավարի հրաժեշտ տվեցին, Արամը վերադարձավ իր սենյակ, արագ, բայց խորը հայացք գցելով Անահիտի ուղղությամբ, նախքան դուռը նորից փակելը։ Րոպեներ անց ներքին հեռախոսը զանգեց։ Անահիտ, կարող ես մտնել։ Նա վերցրեց իր նոթատետրը, մտավ սենյակ։ Արամը նստած էր իր սեղանի հետում, ձեռքերը խաչած մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Այո, պարոն Սարգսյան։ Նա մի պահ նայեց նրան, նախքան խոսելը։ Ինչպես անցավ ճաշը։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Լավ էր։ Իսկ ինչու եք հարցնում։ Հետաքրքրասիրություն, պատասխանեց նա, բայց տոնը պատահական չէր։ Այդ քո ընկերը, Տիգրանը։ Դուք մոտ եք։ Անահիտը սկսեց զայրույթի նշույլ զգալ։ Եղել ենք։ Ենք։ Նա մանկության ընկեր է։ Բայց, ամենայն հարգանքով, ինչու եք դա հարցնում։ Արամը հայացքը փախցրեց, կարծես հասկացել էր, որ սահմաններ է անցնում։ Ներողություն։ Դա իմ գործը չէ։ Ես պարզապես, նա կանգ առավ, բառեր փնտրելով։ Անհանգստացած էի ժամի համար։ Շատ գործ ունենք։ Անահիտը ճակատը գիտեց։ Եթե դուք դժգոհ եք իմ աշխատանքից կամ ճշտապահությունից, խնդրում եմ, ուղիղ ասեք։ Ես միշտ պրոֆեսիոնալ եմ եղել, բանը դա չէ, Անահիտ, ընդհատեց նա, ձայնը մի փոքր ավելի բարձր, քան մտադրվել էր։ Քո աշխատանքն անթերի է։ Դու դա գիտես։ Ապա ո՞րն է խնդիրը, հակադարձեց նա, այժմ տեսանելիորեն անհանգստացած։ Արամը վեր կացավ, շրջվեց դեպի պատուհանը, ձեռքերն անցկացնելով մազերի միջով, այն ժեստը, որը նա արդեն այնքան լավ գիտեր։ Խնդիր չկա։ Մոռացիր։ Կարող ես վերադառնալ աշխատանքի։ Անահիտը մի քանի վայրկյան կանգնած մնաց, շփոթված, հիասթափված։
ինչ-որ բան շատ սխալ էր, բայց նա չէր կարողանում հասկանալ ինչ։ Վերջապես, նա դուրս եկավ սենյակից, դուռը փակելով անհրաժեշտից ավելի ուժեղ։ Տիկին Գայանեն, որը խոհանոցում սուրճ էր պատրաստում, լսեց ձայնը, հոնքը բարձրացրեց։ Արթուրը, որը միջանցքով անցնում էր մի կույտ թղթապանակներ տանելով, նույնպես նկատեց օդում կախված լարվածությունը։ Նա իմաստալից հայացքով փոխանակվեց Լիլիթի հետ, ֆինանսական վերլուծաբանի, որը 5 տարի աշխատում էր ընկերությունում, երբեք բաց չէր թողնում ուրիշների կյանքի մասին կարծիք հայտնելու հնարավորությունը։ «Օպա, այստեղ մթնոլորտը թեժ է», ցածր ձայնով մեկնաբանեց Արթուրը, կանգնելով Լիլիթի սեղանի մոտ։ Նա ուղղեց ակնոցները, հայացք գցեց Անահիտի ուղղությամբ, որը փակ դեմքով տպում էր համակարգչով։ «Ես միշտ գիտեի, որ այս երկուսի մեջ տարօրինակ բան կա։ Շատ լարվածություն կա օդում։ Ժամանակի հարց է, մինչ պայթի»։ Արթուրը ժպտաց։ «Կարծում ես, ինչ-որ բան կա»։ Նրանց միջ։ «Չգիտեմ կա, թե ոչ, բայց որ պետք է լիներ, պետք է»։ Նրանք անընդհատ հայացքներ են փոխանակում, երբ կարծում են, թե ոչ ոք չի տեսնում։ Տիկին Գայանեն էլ է նկատել։ Մյուս օրը դրա մասին էինք խոսում։ Այդ պահին Գայանեն հայտնվեց սուրճի սկուտեղով դատապարտող հայացքով։ «Դուք երկուստ անելիք չունեք, հա»։ Ուրիշների մասին բամբասելով բամբասանք չէ, Գայանե։ Սոցիալական դիտարկում է, պաշտպանվեց Լիլիթը, ժպտալով։ Գայանեն գլուխը թափահարեց, բայց խորքում գիտեր, որ նրանց ասածի մեջ ճշմարտություն կա։ Ինքն էլ էր նկատում Արամի Անահիտի վարքի նուրբ փոփոխությունները։ Եվ իր տասնամյակների փորձով գիտեր, որ երբ երկու մարդ այդքան շատ են փորձում խուսափել ինչ-որ բանից, դա նշանակում է, որ այդ ինչ-որ բանն արդեն գոյություն ունի։ Կեսօրն անցավ լարված լռության մեջ։ Անահիտն ու Արամը հազիվ թե բառեր փոխանակեցին, երբ դա արեցին, դրանք խիստ պրոֆեսիոնալ էին, սառը, գրեթե մեխանիկական։ Երբ աշխատանքային օրն ավարտվեց, Անահիտն արագ դուրս եկավ, առանց նրա սենյակով անցնելու հրաժեշտ տալու, ինչպես սովորաբար անում էր։ Նարինեն, իրավաբանական բաժնի իրավաբան Անահիտի մտերիմ ընկերուհին, հանդիպեց նրան վերելակում։ Անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ «Անի, ամեն ինչ կարգին է։ Տրամադրություն չունես»։ Անահիտը հոգոց հանեց։ «Տնօրենս անտանելի է։ Չգիտեմ, ինչ է պատահել նրան։ Ինչ է եղել։ Չեմ կարող բացատրել։ Նա տարօրինակ է իրեն պահում։ Անձնական հարցեր է տալիս, առանց պատճառի զայրանում։ Կարծես»։ Նա կանգ առավ, չիմանալով ինչպես շարունակել։ «Կարծես խանդում է», առաջարկեց Նարինեն, հոնքը բարձրացնելով։ Անահիտը նայեց նրան։ «Ինչ։ Ոչ։ Դա ծիծաղելի է։ Այդպես ես կարծում։ Որովհետև ես քեզ հետ նույն հարկում եմ աշխատում արդեն որքան ժամանակ։ 2 տարի։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք իրար նայում, Անահիտ։ Դա միայն պրոֆեսիոնալ չէ։ Երբեք չի եղել»։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ «Նարինե, բաներ մի հորինիր։ Նա իմ տնօրենն է։ Ես նրա քարտուղարուհին եմ։ Միայն այդքանը»։ Նարինեն հասկացող ժպիտով պատասխանեց։ «Լավ, Անի։ Եթե դու ես այդպես ասում։ Բայց պարզապես որ իմանաս, զգացմունքները չեն հետաքրքրվում հիերարխիայով կամ նրանով, թե ինչն է հարմար։ Նրանք պարզապես գոյություն ունեն»։ Վերելակը հասավ առաջին հարկ, նրանք հրաժեշտ տվեցին։ Անահիտը քայլեց դեպի կանգառ, գլուխը եռալով։ Տիգրանի խոսքերը, Նարինեի դիտարկումները, Արամի անկանխատեսելի վարքը։ Ամեն ինչ սկսում էր կապվել այնպես, որ նա չէր ուզում խոստովանել։ Բայց որքան շատ էր փորձում ժխտել, այնքան ավելի ակնհայտ էր դառնում։ Նրա Արամի մեջ ինչ-որ բան կար։ Ինչ-որ խորը, ինտենսիվ բան, որը չափազանց երկար ժամանակ ճնշվում էր։ Եվ հիմա այդ ինչ-որ բանը պատրաստվում էր դուրս գալ մակերես, ուզեին նրանք, թե ոչ։ Մինույն ժամանակ, Արամս 2 ժամ մնաց գրասենյակում, անկարող կենտրոնանալու։ Նա անընդհատ վերապրում էր ճաշի տեսարանը, պատկերացնելով Անահիտին ծիծաղելիս Տիգրանի հետ, այդ մանկության ընկերոջ։ Նա անբանական էր, գիտեր։ Բայց բանական գիտելիքը զգացմունքը չէր մարում։ Նա վերցրեց հեռախոսը, սկսեց հաղորդագրություն գրել Անահիտին, ջնջեց։ Նորից փորձեց։ Ջնջեց։
Վերջապես, հեռախոսը շպրտեց սեղանին, դեմքը թաղեց ձեռքերի մեջ։ Պետք է լուծեր սա։ Բայց ինչպե՞ս։ Ինչպես խոստովանել մի բան, որը կարող էր ոչնչացնել իր ունեցած ամենակարևոր պրոֆեսիոնալ հարաբերությունը։ Ինչպես ռիսկի դիմել ամբողջությամբ կորցնելու Անահիտին, փորձելով նրան դարձնել ավելին, քան պարզապես աշխատակից։ Եվ ամենակարևորը, ինչպես վարվել այն հավանականության հետ, որ նա նույնը չի զգում։ Արամը պատասխաններ չուներ։ Ուներ միայն մի սիրտ, որը անկանոն բաբախում էր ամեն անգամ, երբ մտածում էր նրա մասին, մի խանդ, որը սպառնում էր ամբողջությամբ կլանել իրեն։ Հինգշաբթի առավոտը երանում անձրոտ էր։ Մոխրագույն ամպերով ծանրաբեռնված երկինքը ծածկել էր քաղաքը, պատուհաններին զարկող անձրի ձայնը մելանխոլիկ ու ինքնամփոփ մթնոլորտ էր ստեղծում։ Անահիտը գրասենյակ հասավ թեթակի խոնավ մազերով, չնայած հովանոցին կրծքում մի ծանրության զգացումով, որը կրում էր նախորդ օրվանից։ Արամն արդեն իր սենյակում էր, երբ նա հասավ։ Անահիտը կարող էր տեսնել նրան ապակու միջով, նստած սեղանի մոտ, գլուխը հենած ձեռքերից մեկին, անշարժ նայելով համակարգչի էկրանին, առանց իրականում այն տեսնելու։ Նա հոգնած տեսք ուներ, կարծես լավ չէր քնել։ Անահիտը անհանգստության նշույլ զգաց, բայց հեռացրեց զգացումը։ Դա իր գործը չէր։ Թե իր գործն էր։ Բարի լույս, ասաց նա, անցնելով նրա դռան մոտով, պահպանելով չեզոք տոնը։ Արամն անմիջապես աչքերը բարձրացրեց։ Բարի լույս, Անահիտ։ Ձայնն ավելի մեղմ հնչեց, քան նա սպասում էր, գրեթե խոցելի։ Նա կանգ առավ, վարանելով։ Ձեզ ինչ-որ բան պետք է։ Նա բերանը բացեց պատասխանելու, բայց հետո հայացքը փախցրեց։ Ոչ։ Շնորհակալություն։ Անահիտը գլխով արեց գնաց իր սեղանի մոտ, բայց այդ կարճատ տեսողական շփումը օդում ինչ-որ բան կախված թողեց։ Նրա աչքերում մի տխրություն կար, որին նա սովոր չէր։ Արամը միշտ եղել էր հաստատակամ, զուսպ, վստահ։ Բայց վերջին օրերին նա կարծես կտոր էր լինում, Անահիտը չգիտեր, ինչ անել այդ փաստի հետ։ Առավոտը դանդաղ անցավ, նրանց միջ քիչ շփումներով։ Անահիտն աշխատում էր լռության մեջ, իսկ Արամը փակված էր մնում իր սենյակում։ Ժամը 10-ի կողմերը տիկին Գայանեն հայտնվեց սուրճի տնական թխվածքաբլիթների սկուտեղով, որոնք ինքն էր թխել։ Աղջիկ ջան, դու ու պարոն Սարգսյանը մի քաղցր բանի կարիք ունեք։ Այնպիսի դեմքով եք, որ չեմ էլ կարողանում բացատրել, մեկնաբանեց նա, բաժակը դնելով Անահիտի սեղանին։ Ամեն ինչ կարգին է, տիկին Գայանե։ Պարզապես հոգնածություն է, պատասխանեց Անահիտը, ստիպված ժպտալով։ Գայանեն համոզված չթվաց։ Տես, ես սովորություն չունեմ ուրիշների գործերին խառնվելու, բայց ես այստեղ երկար ժամանակ եմ աշխատում, եթե մի բան սովորել եմ, դա այն է, որ ճնշված զգացմունքները միայն տառապանք են բերում։ Ինչ էլ որ կատարվում է քո պարոն Սարգսյանի մեջ, գուցե ժամանակն է, որ իսկապես խոսեք։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը տաքացան։ Տիկին Գայանե, ոչինչ չի կատարվում։ Նա իմ տնօրենն է, ես նրա քարտուղարուհին։ Միայն այդքանը։ Սպասուհին տխուր հասկացող ժպիտով պատասխանեց. Եթե դու ես այդպես ասում, սիրելիս։ Բայց հիշիր իմ ասածը, լավ։ Երբեմն մենք այնքան ենք վախենում ամեն ինչ փչացնելուց, որ ի վերջո կորցնում ենք ինչ-որ գեղեցիկ բան կառուցելու հնարավորությունը։ Նա հեռացավ, Անահիտին թողնելով մենակ իր մտքերի ձեռքերի մեջ գոլորշիացող սուրճի բաժակի հետ։ Գայանեի խոսքերն արձագանքում էին նրա մտքում։ Հնարավոր է, որ շուրջ բոլորը նկատում էին մի բան, որն ինքը պայքարում էր ժխտելու համար։ Անահիտը բաժակը մոտեցրեց շուրթերին դանդաղ խմեց, զգալով հեղուկի տաքությունը, որն իջնում էր կոկորդով։ Մտածեց Արամի մասին, այն մասին, թե ինչպես էր նա երբեմն նայում իրեն, վատ թաքցրած խանդի, լարվածության մասին, որը լցնում էր օդը, երբ նրանք մենակ էին։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն հարց տալ։ Իսկ եթե այնտեղ իրական ինչ-որ բան կա։ Իսկ եթե միայն ինքը չէ, որ զգում է։ Օրը ձգձգվեց մինչև երեկոյան, Արամը վերջապես դուրս եկավ իր սենյակից։ Նա կանգնեց Անահիտի սեղանի մոտ մի քանի վայրկյան մնաց այնտեղ, կարծես փորձում էր խիզախություն հավաքել ինչ-որ բան ասելու համար։ Անահիտը աչքերը բարձրացրեց, հանդիպելով նրա հայացքին։ Այդ մուգ աչքերում մի այնպիսի ինտենսիվություն կար, որը ստիպեց նրան շունչը պահել։ Անահիտ, մենք պետք է խոսենք, ասաց նա, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Նրա սիրտը արագացավ։ Ինչի՞ մասին։
Մեր մասին։ Կամ ավելի ճիշտ, իմ մասին։ Այն մասին, թե ինչպես եմ ես ինձ պահել։ Կարող ես մտնել իմ սենյակ։ Նա վարանեց, բայց հետո գլխով արեց։ Վեր կացավ հետեց նրան սենյակ, փակելով դուռը իր հետից։ Արամը մոտեցավ պատուհանին մի պահ մեջքով կանգնեց նրան, ձեռքերը գրպաններում, ուսերը լարված։ Անահիտ, ես, սկսեց նա, բայց կանգ առավ։ Ձեռքն անցկացրեց մազերի միջով, այն նյարդային ժեստը, որը նա այնքան լավ գիտեր։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Վերջին օրերի համար։ Իմ պահվածքի համար։ Ներխուժող հարցերի համար։ Ամեն ինչի համար։ Նա լուռ մնաց, սպասելով, որ նա շարունակի։ Արամը շրջվեց նրան նայելու, նրա դեմքին մի խոցելիություն կար, որը Անահիտը երբեք չէր տեսել։ Ես փորձել եմ ինքս ինձ խաբել, Անահիտ։ Փորձել եմ ծածնել, թե այն, ինչ զգում եմ, գոյություն չունի։ Որ դա պարզապես պրոֆեսիոնալ հիացմունք է, պարզապես հարգանք քո հմտությունների նկատմամբ։ Բայց դա այդպես չէ։ Երբեք միայն դա չի եղել։ Նա մի քայլ արեց դեպի նա։ Երբ դու երկուշաբթի օրը վերադարձար այդ քսված կարմիր շրթներկով, այդպես ժպտալով, իմ ներսում ինչ-որ բան փլուզվեց։ Եվ ես հասկացա, որ այլս չեմ կարող ծածնել։ Անահիտը զգաց, թե ինչպես գետինը փախչում է ոտքերի տակից։ Ինչ, շնջաց նա, ձայնը գրեթե անլսելի։ Ես սիրահարված եմ քեզ, Անահիտ։ Որքան ժամանակ, չգիտեմ։ Գուցե հենց սկզբից։ Գուցե դա աստիճանաբար է աճել, յուրաքանչյուր սուրճի հետ, որ դու ինձ համար բերել ես, յուրաքանչյուր հայացքի հետ, որ փոխանակել ենք, յուրաքանչյուր կիսված լռության պահի հետ։ Բայց դա այստեղ է։ Արամը ձեռքը դրեց կրծքին։ Այստեղ է, իրական է, ինձ սպառում է։ Անահիտը չէր կարողանում շարժվել, չէր կարողանում ճիշտ շնչել։ Նրա մի մասը ուզում էր փախչել, դուրս գալ այնտեղից, պահպանել ծանոթի անվտանգությունը։ Բայց մյուս մասը, ավելի մեծ, ավելի անկեղծ, ուզում էր մնալ։ Ուզում էր լսել յուրաքանչյուր բառ։ Ուզում էր հավատալ նրան, ինչ կատարվում էր։ Ես գիտեմ, որ սա ամեն ինչ բարդացնում է, շարունակեց Արամը։ Ես քո տնօրենն եմ։ Հիերարխիա կա։ Կանոններ կան։ Եվ ես կհասկանամ, եթե ուզենաս ասել, որ ես խելագարվել եմ, որ սա անպատշաճ է, որ ես պետք է սա ինձ պահեի։ Բայց ես այլս չեմ դիմանում։ Չեմ դիմանում, տեսնելով, թե ինչպես ես դու ժպտում ուրիշի պատճառով զգում այս անհեթեթ խանդը։ Չեմ դիմանում օրերն անցկացնել, ծածնելով, թե դու պարզապես մեկ աշխատակից ես, երբ դու իմ օրերի լավագույնն ես։ Արցունքներ սկսեցին հավաքվել Անահիտի աչքերում։ Նա չգիտեր, դրանք ցնցումից էին, թե թացումից, թե բոլոր ճնշված հույզերից, որոնք վերջապես ելք էին գտնում։ Արամ, ես, սկսեց նա, բայց ձայնը կտրվեց։ Դու պարտավոր չես հիմա ինչ-որ բան ասել, նրբորեն ընդհատեց նա։ Ես պարզապես պետք է, որ դու իմանայիր։ Պետք է դադարեի ստել, հատկապես ինքս ինձ։ Անահիտը փակեց աչքերը, փորձելով ամեն ինչ մարսել։ Երբ նորից բացեց դրանք, այնտեղ մի վճռականություն կար, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Դու միակը չես, ով ստել է, ասաց նա, ձայնը դողացող, բայց հաստատուն։ Ես էլ եմ ծածրել։ Ծածրել եմ, թե ոչինչ չեմ զգում, երբ դու սենյակ ես մտնում։ Որ չեմ նկատում, երբ քո հայացքը երկար է մնում ինձ վրա։ Որ ինձ համար մինույն է, երբ դու մենակ մնում ես այստեղ մինչ ուշ։ Բայց ճշմարտությունն այն է, որ ինձ համար մինույն չէ։ Չափազանց շատ է հուզում։ Արամը մի քայլ առաջ արեց, աչքերը հառած նրան։ Ինչ ես դու ասում։ Ասում եմ, որ դու մենակ չես սրա մեջ։ Որ ես էլ եմ զգում։ Որ ես էլ եմ վախենում։ Որովհետև սա կարող է ամեն ինչ փոխել, Արամ։ Կարող է մեզ արժանալ մեր աշխատանքները, մեր հեղինակությունները, կարող է, նա կանգ առավ, պայքարելով արցունքների դեմ։ Բայց ես այլս չեմ կարող ժխտել։ Նա երկու քայլով կրճատեց նրանց միջ հեռավորությունը, նրա դեմքը վերցրեց ձեռքերի մեջ, մի նրբությամբ, որը հակասում էր պահի ինտենսիվությանը։ Անահիտ, շնջաց նա, դեմքը սանտիմետրեր հեռու նրանից։ Եվ հետո նրանք համբուրվեցին։ Դա դանդաղ, խորը համբույր էր, լցված 2 տարվա ճնշված լարվածությամբ, անպատասխան հայացքներով, պատահական հպումներով, որոնք երբեք պատահական չէին եղել։
Անահիտը զգաց, թե ինչպես աշխարհը անհետանում է շուրջ բոլորը, զգաց, թե ինչպես է հալվում նրա ձեռքերում, երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Արամը ճակատը հենեց նրանին, աչքերը փակ, կարծես ուզում էր հավերժ դաչել այդ պահը։ «Ինչ ենք անելու», հարցրեց Անահիտը, դեռ գլխապտույտի մեջ։ «Չգիտեմ», խոստովանեց նա։ «Բայց միասին կպարզենք։ Կարող ենք դանդաղ շարժվել։ Զգույշ լինել։ Բայց ես այլս չեմ ուզում ծածնել, երբ մենակ ենք»։ Նա գլխով արեց, շուրթերին հայտնվեց փոքր, բայց անկեղծ ժպիտ։ «Ես էլ չեմ ուզում»։ Նրանք մի քանի րոպե մնացին այնտեղ, պարզապես գրկախառնված, զգալով միմյանց ջերմությունը, վերջապես ազնիվ լինելու թեթացումը։ Դրսում անձրը շարունակում էր տեղալ, լվանալով քաղաքը, կարծես մաքրում էր անցյալը տեղ բացում նոր սկզբի համար։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտն ու Արամը սկսեցին նոր բան կառուցել։ Նրանք պահպանում էին պրոֆեսիոնալիզմը աշխատանքային ժամերին, բայց հաղորդագրություններ էին փոխանակում աշխատանքից դուրս, զգուշորեն հանդիպում էին հեռավոր ռեստորաններում ընթրիքի, կիսում էին գաղտնիքներ, որոնք շատ ավելին էին, քան կորպորատիվ միջավայրը։ Անահիտը բացահայտեց, որ Արամն ունի նուրբ հումորի զգացում, որը հազվադեպ էր ցուցադրում գրասենյակում, որ սիրում է ջազ պատմական գրքեր, որ բարդ հարաբերություններ ունի մոր հետ։ Արամը բացահայտեց, որ Անահիտը նկարում է ազատ ժամանակ, որ սիրում է հին ֆիլմեր, երազում է մի օր սեփական բիզնես հիմնել։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Հարաբերությունները գաղտնի պահելը հյուծիչ էր։ Լինում էին պահեր, երբ ուզում էին դիպչել միմյանց, բայց չէին կարող, հայացքներ, որոնք պետք է քողարկեին, բառեր, որոնք պետք է զսպեին։ Եվ աստիճանաբար շրջապատի մարդիկ սկսեցին ավելի շատ կասկածել։ Տիկին Գայանեն իր ուշադիր հայացքով նկատում էր զուսպ ժպիտների փոխանակումները։ Արթուրը Լիլիթի հետ քննարկում էր տնօրենի քարտուղարուհու միջ փոխված մթնոլորտը։ Նարինեն Անահիտին մի կողմ էր տանում, հարցնում, թե արդյոք վերջապես տեղի է ունեցել այն, ինչ ինքը պատկերացնում էր։ Հենց այդ ժամանակ նորից հայտնվեց Տիգրանը։ Նա մի օր զանգեց Անահիտին, հրավիրելով նրան մի քանի ընդհանուր ընկերների հետ հավաքույթի, որոնք քաղաքում էին։ Անահիտը համաձայնեց, չպատկերացնելով, թե ինչ իրադարձությունների շղթա դա կսկսի։ Երբ Արամն իմացավ այդ մասին հաղորդագրությունների միջոցով պատահական խոսակցության ժամանակ, զգաց, որ խանդը վերացնվում է։ Նա փորձեց վերահսկել, բայց անվստահությունն ավելի ուժեղ էր։ Հավաքույթի երեկոյան Անահիտը զվարճանում էր ընկերների հետ, երբ հեռախոսը սկսեց անդադար թրթռալ։ Արամն էր։ Նա ներողություն խնդրեց, պատասխանեց։ «Ալո, ամեն ինչ կարգին է», հարցրեց նա, հեռանալով աղմուկից։ «Որտեղ ես»։ Նրա ձայնը լարված էր հնչում։ «Այն հավաքույթին, որի մասին քեզ ասել էի։ Տիգրանի մի քանի ընկերների հետ»։ «Իսկ ինչո՞վ»։ Լռություն եղավ։ «Ոչինչ։ Ներողություն։ Ես պարզապես ուզում էի ձայնդ լսել»։ Անահիտը զգաց անվստահությունը բառերի հետում։ «Արամ, դու խանդում ես»։ Նա անմիջապես չպատասխանեց։ «Գուցե։ Հավանաբար։ Ես գիտեմ, որ դա ծիծաղելի է, բայց ծիծաղելի չէ», նրբորեն ընդհատեց նա։ «Բայց դու պետք է վստահես ինձ։ Տիգրանը պարզապես ընկեր է։ Դու…» Նա ձայնը իջեցրեց, «Դու նա ես, ում ես ընտրել եմ»։ Արամը հոգոց հանեց, տեսանելիորեն թեթացած։ «Ներողություն։ Ես փորձում եմ սրա հետ գլուխ հանել։ Սա նոր է ինձ համար, գիտես։ Այսպես զգալը։ Ինձ համար էլ։ Բայց միասին կսովորենք, լավ։ Լավ։ Վայելիր երեկոն։ Բայց շուտ վերադարձիր տուն։ Կվերադառնամ։ Կգրեմ, երբ հասնեմ։ Նրանք անջատեցին, Անահիտը վերադարձավ խմբի մոտ, դեմքին ժպիտ։ Բայց խոսակցությունը հստակ ցույց տվեց, որ նրանց հարաբերությունները դեռ մարտահրավերներ ունեն հաղթահարելու։ Եվ դրանցից ամենամեծը շուտով կհասներ։ Սոֆյա Ավետիսյանի ժամանումը գրասենյակում իրարանցում առաջացրեց։ Արամի նախկին ընկերուհին վերջին 3 տարիներն անցկացրել էր Լոնդոնում աշխատելով, այժմ վերադառնում էր Հայաստան գայթակղիչ առաջարկով։ Նա ուզում էր, որ Սարգսյան գործընկերները դառնա միջազգային խոշոր խորհրդատվական ընկերության գործընկերը ընդլայնման նախագծում։ Դա չափազանց կարևոր գործարար հնարավորություն էր անտեսելու համար, Արամը դա գիտեր։
Խնդիրն այն էր, որ Սոֆյան յուրաքանչյուր հայացքով, յուրաքանչյուր ժպիտով, յուրաքանչյուր նուրբ մեկնաբանությամբ հասկացնում էր, որ ավելին է ուզում, քան պրոֆեսիոնալ գործընկերությունը։ Անահիտը զգաց Սոֆյայի ներկայության ազդեցությունը հենց առաջին պահից։ Նա այն ամենն էր, ինչ Անահիտը չէր։ Բարձրահասակ, անթերի սանրվածքով շիկահեր, բրենթային հագուստով, յուրաքանչյուր շարժման մեջ անսասան վստահությամբ։ Նա խոսում էր 3 լեզվով, ուներ հեղինակավոր համալսարանների մ.բ. շրջում էր գրասենյակում, կարծես արդեն տերն էր այդ վայրի։ Եվ ամենավատը, նա Արամը պատմություն ունեին։ Մի պատմություն, որը Անահիտը լիովին չգիտեր, բայց որն ակնհայտ էր այն մտերմության մեջ, որով Սոֆյան վերաբերվում էր Արամին, այն ձով, որով նա պատահականորեն դիպչում էր նրա թին խոսակցությունների ժամանակ, ինչպես բարձր ծիծաղում էր մեկնաբանություններից, որոնք միայն իրենք էին հասկանում։ Արամը, ի պատիվ իրեն, շփումները պահում էր խիստ պրոֆեսիոնալ։ Բայց Անահիտը չէր կարողանում խուսափել այն անհարմարությունից, որն աճում էր իր ներսում ամեն անգամ, երբ տեսնում էր Սոֆյային մտնելիս նրա սենյակ հերթական ժողովի համար, ամեն անգամ, երբ լսում էր նրանց երկուսին խոսելիս անցյալի, երկուսի կողմից ճանաչված մարդկանց, վայրերի մասին, որտեղ նրանք միասին էին եղել։ Եվ անվստահությունը, այդ հին ծանոթը, սկսեց դաժան հարցեր շշնջալ։ Արդյոք Արամը դեռ ինչ-որ բան զգում է նրա նկատմամբ։ Արդյոք Անահիտը պարզապես շեղում էր, մինչ Սոֆյայի մակարդակի մեկը կհայտնվեր։ Մի ուրբաթ երեկոյան իրավիճակը հասավ իր գագաթնակետին։ Ընկերությունը կազմակերպել էր կորպորատիվ միջոցառում, նշելու հաջող միաձուլումը։ Դա պաշտոնական ընթրիք էր հինգաստղանի հյուրանոցում, գործադիր տնօրենների, գործընկերների կարևոր հաճախորդների հետ։ Անահիտն այնտեղ էր իհարկե, բայց ոչ որպես Արամի ուղեկից, այլ որպես նախագծի վրա աշխատած թիմի անդամ։ Նա կրում էր զուսպ զգեստ, էլեգանտ, բայց առանց չափազանցությունների։ Արամը սենյակի մի անկյունում էր, խոսում էր ներդրողների հետ, անթերի իր մուգ կապույտ կոստյումով։ Եվ Սոֆյան, ինչպես սպասվում էր, շրջում էր սրահում, կարծես տանտիրուհին լիներ, միշտ գտնելով Արամի մոտ լինելու միջոց։ Անահիտը հեռվից հետում էր ամեն ինչին, փորձելով պահպանել ինքնատիրապետումը, երբ Նարինեն հայտնվեց նրա կողքին 2 բաժակ գինով։ «Սա քեզ պետք է», ասաց ընկերուհին, մի բաժակը տալով Անահիտին։ «Շնորհակալություն»։ Անահիտը մեծ կում արեց։ «Տես, ես գիտեմ, որ հեշտ չէ տեսնել նրա կատարյալ նախկինին շրջելիս, բայց դու պետք է վստահես նրան, Անի։ Ցանկացած մարդ, ով աչքեր ունի, տեսնում է, որ նա միայն քեզ է նայում»։ Անահիտը հոգոց հանեց։ «Դժվար է, Նարինե։ Նա այնքան ամեն ինչ է։ Իսկ ես պարզապես, դու այն կինն ես, ում նա սիրում է», վճռականորեն ընդհատեց Նարինեն։ «Եվ եթե դու դրան չհավատաս, կկորցնես նրան»։ Այդ պահին Արամը նայեց նրանց ուղղությամբ, նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին։ Դա կարճ, բայց ինտենսիվ հայացք էր, լի իմաստով։ Անահիտը զգաց, թե ինչպես իր ներսում ինչ-որ բան հանգստացավ։ Նարինեն ճիշտ էր։ Նա պետք է վստահեր։ Բայց հետո դա տեղի ունեցավ։ Սոֆյան, արդեն մի փոքր գինովցած, մոտեցավ Արամին այն պահին, երբ նա գնում էր բարից խմիչք վերցնելու։ Անահիտը բավական մոտ էր լսելու համար։ «Արամ, չես կարծում, որ մենք պետք է խոսենք մեր մասին», ասաց Սոֆյան, չափազանց մտերմիկ ձով դիպչելով նրա թին։ Արամը նրբորեն հեռացավ։ «Սոֆյա, մենք չկա։ Դա ավարտվել է 3 տարի առաջ։ Բայց կարող էր նորից լինել։ Ես վերադարձել եմ, Արամ։ Վերադարձել եմ նա քեզ համար, ոչ միայն աշխատանքի»։ Նախքան Արամը կկարողանար պատասխանել, Անահիտը, դրդված գինուց ստացած հեղուկ խիզախությամբ տարածք նշելու հրատապ ցանկությամբ, մոտեցավ։ «Ներողություն», ասաց նա, ձայնը հաստատուն։ «Պարոն Սարգսյան, մենք պետք է վերանայենք երկուշաբթի օրվա շնորհանդեսի թվերը»։ Արամը նրան նայեց վատ թաքցրած երախտագիտությամբ։ «Իհարկե, Անահիտ»։ Գնացինք։ Նրանք հեռացան, բայց ոչ նախքան Սոֆյան արամարական հայացք կգցեր Անահիտի վրա։ Եվ հենց այնտեղ սխալը տեղի ունեցավ։ Մինչ քայլում էին դեպի ավելի առանձին անկյուն, Արամը, առանց մտածելու, ձեռքը դրեց Անահիտի մեջքի ստորին հատվածին, մտերմիկ, պաշտպանողական ժեստ, որը տեց ընդամենը վայրկյաններ, բայց որը տեսան առնվազն 5 հոգի, այդ թվում Արթուրը ընկերության տնօրեններից մեկը։ Լուրը տարածվեց կրակի պես։ Հաջորդ երկուշաբթի օրը գրասենյակում արդեն խշշոց կար։ Անահիտին ուղված հայացքներն այլ էին, ոմանք հետաքրքրասեր, ոմանք դատապարտող։
Եվ հետո եկավ կանչը։ Տնօրենների խորհուրդը ժողով էր ուզում Արամի հետ։ Թեման՝ անպատշաճ վարք հնարավոր շահերի բախում։ Անահիտը սարսափած էր։ Նա գիտեր, որ նման իրավիճակներում սովորաբար ավելի ցածր պաշտոն զբաղեցնողն է տուժում։ Արամը փորձեց հանգստացնել նրան, խոստացավ, որ թույլ չի տա, որ նրա հետ որևէ բան պատահի, բայց երկուսն էլ գիտեին, որ իրավիճակը կարող է վատանալ։ Ժողովը լարված էր։ Արամին հարցաքննեցին Անահիտի հետ իր հարաբերությունների, դրա գործարար որոշումների վրա հնարավոր ազդեցության, ընկերության իմիջի մասին։ Նա ուղիղ էր։ Այո, հարաբերություններ կային։ Այո, դրանք լուրջ էին։ Եվ ոչ, դա չէր ազդում արդար պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու իր ունակության վրա։ Նա նույնիսկ առաջարկեց իր հրաժարականը, եթե անհրաժեշտ լինի, բայց հստակեցրեց, որ Անահիտից հրաժարվելու չէ։ Տնօրինությունը բաժանվեց։ Ոմանք ուզում էին Անահիտի ազատումը։ Մյուսները կարծում էին, որ Արամը պետք է ժամանակավորապես հեռանա։ Հեգնականորեն Սոֆյան էր, որ վճռորոշ ձայն տվեց։ Նա խոստովանեց, բոլորի համար անսպասելի, որ չնայած իր սեփական մտադրություններին, նկատել էր, որ Արամի Անահիտի միջ հարաբերություններն անկեղծ են։ Եվ որ եթե ընկերությունն աշխատակիցներին ազատի հարաբերությունների համար, գրասենյակի կեսը վտանգի տակ կլինի։ Դա անսպասելի, բայց վճռորոշ ելույթ էր։ Վերջում որոշվեց, որ Անահիտին կտեղափոխեն այլ բաժին, ենթարկվելով այլ ղեկավարի, որպեսզի խուսափեն հովանավորչության ցանկացած տեսքից։ Դա իդեալական չէր, բայց ավելի լավ էր, քան այլընտրանքը։ Արամն ընդունեց պայմանները, Անահիտը, չնայած այնքան սիրելի պաշտոնը թողնելու տխրությանը, համաձայնեց։ Որովհետ, ի վերջո, նրանք ունեին միմյանց։ Եվ դա ավելի կարևոր էր։ Հաջորդ շաբաթների ընթացքում Արամն ու Անահիտը որոշեցին, որ ժամանակն է դադարել թաքնվել։ Նրանք սկսեցին բացահայտ դուրս գալ, հանդիպել գործընկերների առջ, ստանձնել հարաբերությունները։ Մեկնաբանություններ եղան, իհարկե։ Միշտ լինում են։ Բայց նա աջակցություն եղավ։ Տիկին Գայանեն ուրախությունից լաց եղավ, երբ պաշտոնապես իմացավ։ Արթուրը նրանց հետ կենաց խմեց խոհանոցում։ Նարինեն ժպտաց այն մարդու պես, ով միշտ իմացել է։ Եվ նույնիսկ ամենապահպանողական տնօրեններից ոմանք ի վերջո ընդունեցին, երբ տեսան, որ երկուսի աշխատանքը շարունակում է անթերի մնալ։ Արամը Անահիտին տարավ իր մոր, տիկին Հասմիկի հետ ծանոթանալու, ընտանեկան տանը պաշտոնական ընթրիքի։ Կինը, էլեգանտ սանրվածքով ճերմակած մազերով ազնվական կեցվածքով, Անահիտին ընդունեց քաղաքավարությամբ, բայց մի սառնությամբ, որը հստակ ցույց էր տալիս նրա թերահավատությունը։ Ընթրիքի ընթացքում նա խորաթափանց հարցեր տվեց Անահիտի ծագման, ընտանիքի, ապագայի պլանների մասին։ Արամը մի քանի անգամ փորձեց միջամտել, բայց Անահիտը նրան կանգնեցրեց հայացքով։ Նա պատասխանեց բոլոր հարցերին անկեղծությամբ արժանապատվությամբ, թույլ չտալով, որ իրեն վախեցնեն։ Միայն երեկոյի վերջում, երբ Հասմիկը տեսավ Արամին օգնելիս Անահիտին հագնել վերարկուն, այն ձև, որով նա նայում էր նրան, ժեստերի մեջ եղած հոգատարությունը, ինչ-որ բան փոխվեց կնոջ արտահայտության մեջ։ Նա Անահիտին մի կողմ կանչեց, ավելի մեղմ ձայնով ասաց. «Իմ տղան երբեք ոչ ոքի այնպես չի նայել, ինչպես քեզ է նայում։ Նույնիսկ այն Սոֆյային։ Նա երջանիկ է։ Իսկապես։ Եվ դա այն ամենն է, ինչ մայրը կարող է ցանկանալ»։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները այրում են աչքերը։ Շնորհակալություն, տիկին Հասմիկ։ Ես խոստանում եմ լավ հոգ տանել նրա մասին։ Ես գիտեմ, որ կտանես, սիրելիս։ Գիտեմ։ Ամիսներն անցան։ Հարաբերությունները հասունացան, դառնալով ավելի խորը, ավելի ամուր։ Նրանք հաղթահարեցին վերելքներ ու վայրէջքներ, բայց միշտ միասին։ Արամն աջակցեց Անահիտին, երբ նա որոշեց մասնագիտացման դասընթացի գնալ։ Անահիտը Արամի կողքին էր, երբ նա բախվեց գործարար ճգնաժամի, որը քիչ մնաց խորտակեր Սարգսյան գործընկերները։ Նրանք սովորեցին հավասարակշռել պրոֆեսիոնալ անձնական կյանքը, հարգել միմյանց տարածքները, բայց նա կառուցել ընդհանուր տարածք, որտեղ կարող էին լինել պարզապես իրենք։ Եվ հետո եկավ նոյեմբերի այն շաբաթ օրը։ Արամը ընթրիք էր պատվիրել նույն փոքրիկ ռեստորանում, որտեղ Անահիտը ճաշել էր Տիգրանի հետ այն ճակատագրական չորեքշաբթի օրը, ամիսներ առաջ։ Նա գաղափար չուներ, թե ինչ էր սպասվում։ Կարծում էր, թե դա պարզապես մեկ հանդիպում է, ինչպես շատերը, որոնք նրան կիսել էին։ Բայց Արամը պլան ուներ։
Մինչ ընթրում էին, խոսելով արձակուրդի պլանների մասին, նա վերցրեց նրա ձեռքը սեղանի վրայից։ Անահիտ, հիշո՞ւմ ես այն երկուշաբթի օրը, երբ դու վերադարձար ճաշից քսված կարմիր շրթներկով։ Նա ծիծաղեց։ Ինչպես մոռանամ։ Դա այն օրն էր, երբ դու սկսեցիր խելագարի պես պահել քեզ։ Դա այն օրն էր, երբ ես հասկացա, որ ամբողջությամբ սիրահարված եմ քեզ։ Որ այլս չեմ կարող ծածնել։ Որ դու էական ես իմ կյանքում։ Նա վեր կացավ, Անահիտը շփոթված տեսավ, թե ինչպես նա ծնկի իջավ սեղանի կողքին, գրպանից հանելով փոքրիկ տուփ։ Անահիտ Մկրտչյան, ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել քո կողքին։ Լավ ու վատ պահերին։ Լարված ժողովների ծույլ հանգստյան օրերի ընթացքում։ Կամուսնանաս ինձ հետ։ Անահիտը ձեռքերով ծածկեց բերանը, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ Այո։ Այո, համաձայն եմ։ Ամբողջ ռեստորանը ծափահարեց։ Արամը մատանին դրեց նրա մատին, համբուրեց նրան, մինչ հաճախորդներն ու մատուցողները տոնում էին նրանց հետ։ Դա կատարյալ, պարզ, իսկական պահ էր։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, տիկին Հասմիկի տան բակում, որը պնդել էր հյուրընկալել արարողությունը։ Դա մտերմիկ տոնակատարություն էր, մոտ հարազատների, սիրելի ընկերների ընտանիք դարձած գործընկերների հետ։ Տիկին Գայանեն իր այգուց ծաղկեփնջեր էր բերել, հուզված, կարծես նորապսակների մայրը լիներ։ Արթուրը հուզիչ ճառ ասաց, դողացող ձայնով, սիրո ծաղկմանը ականատես լինելու մասին։ Նարինեն հարսնաքույրն էր, փայլուն հպարտ։ Նույնիսկ Սոֆյան նվեր բացիկ էր ուղարկել, երջանկություն մաղթելով, մի ժեստ, որը զարմացրեց բոլորին։ Անահիտը կրում էր պարզ, սպիտակ զգեստ, նուրբ ժանյակով։ Եվ շուրթերին, կարմիր շրթներկ։ Նույն երանգը, ինչ այն երկուշաբթի օրը, որը փոխեց ամեն ինչ։ Արամը չկարողացավ զսպել արցունքները, երբ տեսավ նրան քայլելիս իր ուղղությամբ գեղեցիկ, փայլուն իրենը։ Արարողության ընթացքում նրանք փոխանակվեցին իրենց կողմից գրված ուխտերով։ Արամը խոստացավ միշտ լսել նրան, միշտ հարգել նրան, միշտ սիրել նրան, նույնիսկ դժվար օրերին։ Անահիտը խոստացավ լինել նրա գործընկերը ամեն ինչում, նրա գաղտնապահը, նրա ապահով նավահանգիստը։ Եվ երբ քահանան նրանց հայտարարեց ամուսիններ, համբույրը երկար էր, խորը, ողջունվեց բոլոր ներկաների ծափահարություններով։ Խնջույքը շարունակվեց մեղմ։ Երաժշտությամբ, տիկին Հասմիկի նրա ընկերուհիների կողմից պատրաստված տնական ուտեստներով շատ ուրախությամբ։ Երբ մութն ընկավ, մինչ լույսերը լուսավորում էին բակը, հյուրերը պարում էին, Արամն ու Անահիտը հեռացան ավելի առանձին անկյուն, պարզապես դիտելով ամեն ինչ։ Երջանիկ ես, հարցրեց նա, գրկելով նրան հետից։ Անսահման, պատասխանեց նա, գլուխը հենելով նրա ուսին։ Ով կմտածեր, որ մի քսված շրթներկը այս ամենի պատճառը կդառնար։ Արամը ծիծաղեց։ Իմ կյանքի լավագույն պատահարը։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, դիտելով իրենց սիրելի մարդկանց, որոնք տոնում էին իրենց սերը։ Եվ այդ պահին Անահիտը գիտեր, որ բոլոր անորոշությունները, բոլոր վախերը, բոլոր մարտահրավերներն արժեին դրան։ Որովհետև այնտեղ, Արամի ձեռքերում, նա տանն էր։ Եվ նա, բռնելով Անահիտին, գիտեր, որ վերջապես գտել է այն, ինչ փնտրում էր ամբողջ կյանքում։ Կարմիր շրթներկը, որը սկսվեց որպես խանդի անվստահության խորհրդանիշ, վերածվեց մի սիրո խորհրդանիշի, որը համարձակվեց գոյություն ունենալ, չնայած բոլոր խոչընդոտներին։ Մի սեր, որը սկսվեց լարված լռություններով, գաղտնի հայացքներով, բայց աճեց, դառնալով ամենագեղեցիկ պատմությունը, որը երկուսն էլ կարող էին գրել։ Եվ այսպես, Երանի աստղերի տակ, Անահիտն ու Արամը սկսեցին իրենց կյանքի առաջին գլուխը որպես ամուսիններ, իմանալով, որ միասին կարող են դիմակայել այն ամենին, ինչ ապագան կբերի։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արամի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք սիրո այս ճանապարհորդությունից, որը սկսվեց գրասենյակի միջանցքներում, ծաղկեց, չնայած բոլոր խոչընդոտներին, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա կարմիր շրթներկն էր, որն ամեն ինչ արթնացրեց։ Արամի անկեղծ խանդը։ Անահիտի խիզախությունը։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք խոսում են սիրո հաղթահարման զգալ թույլ տալու գեղեցկության մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։ Մինչ այդ, հիշեք, իսկական սերը միշտ գտնում է իրականանալու ճանապարհը։